Հայաստանում բողոքի նոր ալիք է բարձրացել, պատճառը հոգևորականների հայկական բանակում ծառայելն է։ Ազատություն ռադիոկայանի զրույցում Գորիսի հոգևոր հովիվ Տեր Ահարոն Քահանա Մելքումյանը նշել է, որ հոգևոր նորոգման օրակարգը հասել է բանակային կորպուսներ։ Նրա խոսքով կորպուսի հրամանատար Արմեն Գյոզելյանը այդ պատճառով հավաքել է Սյունիքի մարզի բանակի բոլոր հոգևորականներին եւ ճնշում է նրանց վրա։ Կորպուսի հրամանատարը սա կանչել է Ինչ-որ կարծիք հարցրել, ինչ արել, կանչել ենք Մեղրիինը, Կապայինը, Սիսյանինը, այսպես ասեմ, էլի, որպեսզի ավելի պարզ լինի, ասենք մեր բոլոր մեր մարզի գնդերեսներին կանչել են ու համապատասխան ցուցումներ են փոխել տան։ Հիշեցնենք, որ օրերս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պնդել էր, որ բանակը քաղաքականության հետ գործ չունի։ Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական process-ների մեջ։ Սա ես բացառում եմ ամբողջությամբ։ Չնայած նախարարի սույն հայտարարությանը, այսօր հայկական զինված ուժերում 40 սարկավակ է ծառայում։ Հարց է առաջանում, ինչ են անում հայ հոգևորականները հայկական բանակում։ Պատասխանը պարզ է։ Բոլոր ժամանակներում հայ եկեղեցականները ընտրել են ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ուղին։ Հոգևորականները միշտ թշնամանք եւ ատելություն են սերմանել ադրբեջանցիների եւ թուրքերի հանդեպ։ Այս ուղին են ընտրել Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապագյանը եւ բազմաթիվ այլ հոգևորականներ։ Բագրատ Գալստանյանը, ով երկար ժամանակ բողոքի ակցիաներ էր անցկացնում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության, բազմիցս հայտարարել է, որ գործում է կաթողիկոսի օրհնությամբ։ Դա նրա վառապացույցն է, որ ամենայն հայոց կաթողիկոսը հայ եկեղեցին վերածել է ոչ այնքան հոգևոր հաստատության, որքան արտաքին գործոնների, մասնավորապես խորհրդային ԿԳԲ-ի ավանդույթների ազդեցության տակ գտնվող համակարգի։ Հայկական բանակում հայ հոգևորականների ծառայությունը փաստում է, որ հայ եկեղեցին վաղուց հեռացել է իր իրական առաքելությունից եւ վերածվել է վերահսկողության եւ վախի վրա հիմնված փակ կառույցի, որի պատերի տակ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու նրա համախոհները երկար տարիներ խաղաղության կոչ անելու փոխարեն հանդես են գալիս ռևանշիստական հայտարարություններով, ինչը երկիրը ոչ մի լավ բանի չի բերի, ընդհակառակը կբերի նոր պատերազմի, նոր աղետի ու նոր կորուստների։